Ոչ մի բառ, ոչ մի ուղերձ։ Ինչու է լռում Իրանի նոր հոգևոր առաջնորդը։ Պարզվում է Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ոտքից այն նույն հարվածից, որից սպանվեց հայրը՝ Ալի Խամենեին։ Առաջնորդն ապահով վայրում է։ Տեղեկատվությունն այսքանով սահմանափակվում է։ Իսրայելից սպառնում են նոր առաջնորդին էլ վերացնել։ Հերթական փորձ կարա լինի նոր առաջնորդին սպանելու, բայց Իրանը էլի կունենա նոր առաջնորդ, այդպես սպանելով անձինքով չեն կարա իրենց ամբողջական նպատակին հասնեն։ Ամեն փաշտոնյայի համար 5-ից 7 փոխարինող են նշանակել։ Իսկ պատերազմի կրակը տարածվում է։ Հրթիռներից մեկն էլ Թեհրանի հայկական թաղամաս է հասել։ Բնակելի շենքերը վնասվել են, զոհ չկա։ Չնայած կենաց մահու կռիվ է, բայց որքան ձգվեց, Թեհրանն այնքան բարենպաստ դիրքում է հայտնվելու, վստահ է իրանցի փորձագետ Փույա Հուսեյնին։ Սպիտակ տան պնդումները հակառակի մասին են։ Ասում են, Թրամփն անձամբ կորոշի, որ դեպքում է Իրանը լիակատար հանձնված համարվելու։ Իրանը եթե հանձնվող լիներ բանակցությունների ժամանակ կհանձնվեր, Թրամփը փորձում է մի ելք գտնի դուրս գալու համար այդ պատերազմից։ Լրատվամիջոցները գրում են, Իրանը պայմաններ է ներկայացրել բանակցությունների գնալու համար, ամուր երաշխիք ուզելով, որ հրադադարից հետո պատերազմը չի վերսկսվի։ Մյուս կողմից ակտիվանում են Իրանի վրա հնարավոր ցամաքային հարձակման մասին խոսակցությունները։ Փորձագետն ասում է, Վաշինգտոնը սրան չի գնա, դեռնտու չէ Թրամփին երկարաձգել պատերազմը։ Այն ժամանակ, որ Թրամփը ասում է 90% Իրանի հերթիրային հնանավորությունները ոչնչացնել են, այն ժամանակ է հենց անցյալ գիշեր ամենազաներ հարվածներ հասրեց Իրանը Իսրայելին։ Պատերազմը պետք է դադարեցվի, նախքան այն կհրկիզի ամբողջ տարածաշրջանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորում է ճանապարհ բացել դիվանագիտության առաջ։ Տարածաշրջանի հրկիզման վտանգ իսկապես կա։ Իրանցի փորձագետը չի բացառում օրինակ, որ Ադրբեջանը Իրանի դեմ ճակատ բացի։ Տարիներ շարունակ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին հենց այդ օրվա համար եւ շատ հնարավոր է, եթե նման սցենար լինի հարավային Կովկասը ներգրավի այդ պատերազմի մեջ։ Հայաստանի կողմից Թեհրանն այս պահին վտանգ չի տեսնում, ասում է փորձագետը։ Քաղաքական խնդիրներ հետո կարող են լինել, կապված Միացյալ Նահանգների ներկայության հետ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։